Տիկին Պողոսյան, գործող աշխատողների պայմանագրերը նոր հարթակներ մուծելու հետ կապված, արդյոք առաջիկայում գործընթացն ավելի հեշտացնելու կամ դյուրացնելու համար գործիքներ կլինեն, թե արդեն գործատուները կամ հաշվապահները կարող են սկսել այդ գործընթացը։ Ներկայումս գործող աշխատանքային պայմանագրերի մուտքագրման հնարավորությունը արդեն առկա է, ինչ վերաբերվում է մեծ քանակով աշխատանքային պայմանագրերի մուտքագրմանը, այդ մասով կարող եմ ասել, որ առաջիկայում լինելու է Excel ձևաչափով ներմուծման հնարավորություն, ու համապատասխան կոճակի միջոցով Excel ձևաչափը ներբեռնվում է, լրացվում են բոլոր տեղեկատվությունը աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ եւ հետ են բերնում համակարգ արդեն աշխատանքային պայմանագրերը ձևավորվում են յուրաքանչյուր աշխատակցի մասով։ Այդ լավարկումը առաջիկայում սպասվում է։ Այսինքն, եթե հիմա քիչ թվով աշխատողների մասն է խոսքը, կարող են առանձին մուտքագրել, եթե մեծ թվով աշխատողների մասն է խոսքը, կարող են մի փոքր սպասել, մինչև Excel-ի այս հնարավորությունը կլինի։ Նաև այս մասով եւս մի հնարավորություն, որ եթե արդեն իսկ գործատուն ստեղծում է պայմանագիր համակարգում, կարող է մյուս աշխատողների մասով ի ստեղծած պայմանագրի հիման վրա փոփոխություններ կատարել։ Պայմանական, եթե ինքը արդեն իսկ հաշվապահ է ընդունել աշխատանքի եւ այդ հաշվապահի մասով ստեղծել է պայմանագիրը, եւս մեկ հաշվապահ է ընդունելու, ստացվում է գրեթե բոլոր դաշտերը միանման են լինել։ Ինքը մնում է փոխի անունը, ազգանունը, վարձատրությունը օրինակի համար, բայց այն հիմնական կարևոր կետերը արդեն իսկ ինքը կարող իր եղածի վրա աշխատելով անել։ Սա եւս մեկ հնարավորություն է, որը ճկունություն կհաղորդի, որ ամեն ինչ զրոյից չսկսեն անել։ Եվ նաեւ նշենք, որ գրանցման հայտերից էլ է հնարավոր լինելու պայմանագիր տեղափոխել տեղեկատվությունը, քանի որ ընդունված աշխատողների մասով արդեն իսկ կա պեկում գրանցման հայտեր, համակարգ այնպես է կառուցված, որ այդ գրանցման հայտի մեջի տեղեկատվությունը ինքնաշխատ եղանակով տեղափոխվի պայմանագիր։ Եվ մեր աշխատգործատուներին կմնա միայն համեմատել, թե գրանցման հայտի տեղեկատվությունը, որը տեղափոխվեց պայմանագիր, որքանով է համապատասխանում տվյալ պայն իրականությանը, նկատի ունեմ կարող են դեպքեր, երբ որ պայմանագրի եւ գրանցման հայտի միջև առկա լինի անհամապատասխանություն տեղեկատվությունների մասով, կամ դիտարկեն, թե տեղափոխությունից հետո դեռ որ դաշտերն են բաց մնացել պայմանագրում եւ արդեն միայն գործատուները այդ բաց դաշտերը շարունակեն լրացնել։